Սովետական Հայաստանը չի հանդիսացել պետություն, նա հանդիսանում էր Սովետական Միություն մեկ պետության վարչական տարածք և նրա տարածքը որևիցե կերպ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից։ Իշխանությունները հանրությանը խաբում են, թե Միացյալ Ազգերի կազմակերպությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքը Սովետական Հայաստանի տարածքով։ Սակայն Միացյալ Ազգերի կազմակերպությունը չի ճանաչում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի և ոչ էլ որևիցե պետության ֆիզիկական տարածքը, ինչի հետևանքով ՄԱԿ անդամ բազմաթիվ պետություններ ունեն միմյանց հետ տարածքային վեճեր։ Իշխանությունները խաբում են ՄԱԿ-ի կամ այլ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքը Սովետական Հայաստանի տարածքով ճանաչելու գործիքով, որպեսզի կատարեն ադրբեջանական պահանջները և ստեղծեն Հայաստանի համար անելանելի իրավիճակներ։ Այդ ամենի միջոցով նաև նրանք փորձում են Ադրբեջանին նվիրաբերել այսպես կոչված անկլավները, որոնք սովետական իշխանության որոշմամբ տրվել էին Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այս գործընթացները տանելու են Հայաստանի տոտալ ոչնչացմանը։ Հայաստանի Հանրապետությունը որևիցե կապ չունի Սովետական Միություն կոչվող այլևս գոյություն չունեցող պետության այս կամ այն վարչական տարածքների հետ։ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է 1918-20 թվականների ընթացքում, ճանաչվել է միջազգային հանրության կողմից և գոյություն ունի Հայաստանի միայն առաջին և միակ հանրապետություն, որի իրավահաջորդը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետության քարտեզը գծվել է Ազգերի լիգայի կողմից և մինչ օրս պահպանվում է Միացյալ Ազգերի կազմակերպության փաստաթղթային արխիվում։ Որևիցե այլ միջազգային փաստաթուղթ չկա, որը ցույց կտար Հայաստանի Հանրապետության տարածքը։ Ազգային ժողովրդավարական բևեռը կողմնակից է Հայաստանի Հանրապետության առաջին հանրապետության և միակ հանրապետության իրավահաջորդությանը և Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացներում սեղանի վրա պետք է դրվեն բացառապես միջազգայնորեն ճանաչված տարածքներ, բացառապես միջազգայնորեն ճանաչված փաստաթղթեր և որևիցե այդ փաստաթղթում սովետական Ադրբեջանի կամ սովետական Հայաստանի քարտեզը չկա։ Դրանք հորինված քարտեզներ են և որևիցե կապ չունեն միջազգային իրավունքի հետ։ Սովետական Հայաստանը